Ջան, ուտեմ ես։ Ողջույն սիրելի հետևորդներ, արդեն 2 շաբաթա չենք հանդիպել։ Հուսով եմ ամանորյա օրերը լավ անցկացրեցիք, տոները ուրախ անցկացրեցիք, անակնկալներով լեցուն օրեր ունեցաք ու նաև հույս ունեմ, որ մի քիչ այսքան գոնե այս ընթացքում հասցրել եք մեզ կարոտել։ Ճիշտն ասած, ամանորյա ոչ մի նկարահանում չեմ արել։ Բացառությամբ մի քանի կադրեր եմ վերցրել ձեզ համար, որտեղ Ժակլինս նենց հա ուրախանում, նոր տարվա գիշերը նենց հավեսով ապարում, չէի կարող այդ կադրերը ձեր հետ չկիսել։ Հիմա քիչ հետո դրանք կտեսնենք, բայց մինչ այդ ուզում եմ ասել, թե ինչ ենք անելու այսօրվա վլոգում։ Շատ համեղ աղցան ենք պատրաստելու, ոչ միայն համեղ, այլ նաև շատ գեղեցիկ աղցան, որը կզարդարի ձեր ցանկացած տոնական սեղան ու ոչ միայն կզարդարի, նաև կհիացնի ձեր հյուրերին իր տեսքով ու համով։ Հիմա ես գնամ պարագաները պատրաստեմ, ինչ համես պետք աղցանի համար, դուք էլ դիտեք այդ նոր տարվա մի քանի կադրերը, որից հետո կգաք միասին աղցանը կպատրաստենք ու դրանից հետո կգնանք սիրուն գնումներ ունեմ, մի քանի բան եմ գնել, ամանորյա ինձ նվերներ եմ արել, ցույց կտամ, շատ սիրուն բաներ եմ գնել։ Մի խոսքով, այդ է լինելու այսօրվա մեր վլոգում, հետաքրքրեց, մնացեք, չհետաքրքրեց, գնացեք ուրիշ վլոգ դիտեք, գնացինք։ Իդեպ, այս աղցանը ամանորին եմ պատրաստել ու լիքը լայքեր է հավաքել, հիմա տեսնենք այսօր ինչքան լայք է հավաքելու։ Ինչպես միշտ, այս տարի էլ մեր դպրոցը ամանորյա տոնավաճառ էր կազմակերպել, համեղ ուտելիքներ, քաղցրավենիք, տաք շոկոլադ և գինի, խաղեր, ներկայացում, ձմեռ պապ ու պարեր։ Հլը մի տեսեք ճստիկս ոնց հա պարում։ Այս ուտելիքները ամբողջությամբ պատրաստել էին ծնողները և ուսուցիչները ու հավասար և ծնողները և ուսուցիչները անգամ տնօրենը կանգնած սեղանների մոտ վաճառում էին ուտելիքները, ամբողջ հավաքված գումարը գնում է դպրոցի ֆոնդին, հետագայում նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու համար։ Ամանորի համար աղջիկները շոկոլադե տորթ էին ինձանից խնդրել, բայց ոչ թե խանութից գնված, այլ իմ ձեռքով պատրաստված։ Ես էլ տորթը տոնական դարձնելու համար այսպիսի կոնֆետներ գնեցի ու զարդարեցի, եւ ահա թե ինչ ստացվեց արդյունքում։ Այս տարի ծննդյան տոներին ուզում էի ինքս օրացույցներ պատրաստել, երեխաներից նախընտրելի նվերի տարբերակն է։ Տուփերը գտա, գնեցի, այսքան խնամքի պարագաներ գնեցի, ընտրելով համեմատաբար փոքրիկ միջոցները, բայց ոչ բոլոր տուփերը կարողացա լցնել, մեծ մասը չտեղավորվեցին։ Հետո հասկացա, որ ժամանակս չի հերիքում։ 3 աղջիկ, 3 անգամ 24 նվեր, ընդհանուր 72, որտեղից այդքան արագ եւ այդքան շատ փոքրիկ նվերներ գտնեմ, որպեսզի կարողանամ բոլոր տուփերի մեջ տեղավորեմ։ Հրաժարվեցի այդ մտքից, կթողնեմ մյուս տարի եւ արդեն ինտերնետից տարվա ընթացքում փոքրիկ եւ հետաքրքիր նվերներ կգտնեմ եւ արդեն հաջորդ տարվա համար կպատրաստեմ, այնպես որ դեկտեմբերի սկզբին արդեն պատրաստ լինի, իսկ գնացս նվերները բաժանեցի 2 մասի, մի մասը ծննդյան տոնին նվիրեցի, մյուս մասն էլ նոր տարվան թողեցի։ Ժակլինից այսպիսի պայուսակ գնեցի, իր սիրած հերոսով, գիտեմ, որ շատ կուրախանա, դե գնացինք նվիրելու։ Ես քեզ։ Շնորհավոր նոր տարի։
Paride. Bravo Jacqueline, ծափահարություններ։ Ուրեմն մեզ հարկավոր է սմբուկ, 4-ից 5 սմբուկ։ Եթե մեծ օտած է սմբուկները 4 հատ, եթե ոչ 5 հատ, անցած անգամ իմ սմբուկները փոքրոտ էին, 5 հատ եմ արել, բայց եւ ընթացքում ավելացավ, ուղղակի չեմ հիշում ինչքան ավելացավ։ Այս անգամ 4-ը կանեմ, կտրեմ համեմատաբար մեծ օտները, աշխատեք սենց երկարավուն բադրջաններն առնեք, ոչ թե կլորիկ եւ հաստրիկ։ Հիմա ես արագ լվանամ, մաքրեմ, կտրատեմ, տապակեմ ու գամ։ Կտրատում ենք շատ բարակ, մոտավորապես այ տեսեք այս չափսի եւ տապակում ենք էլի շատ քիչ, շատ չենք կարմրացնում։ Մինչև սմբուկը կտապակվի, մենք պատրաստենք բաղադրիչները։ Հավի կրծքամիս, թել-թել արված, եգիպտացորեն, սխտոր, 2 պճեղ եւ անկույս, որի հիմա կմանրացնենք։ Մի փոքր կպահենք վրա զարդարելու համար, իսկ մնացածը կլցնենք մեջը։ Բլենդերով էի անցած անգամ արել, շատ մանր էր ստացվել ու չէր զգացվում, որ մեջը լիքը պոպոկ եմ լցրել։ Այս անգամ դանակով կկտրատե, որպեսզի խոշոր-խոշոր հատիկները ատամի տակ ընկնի ու ավելի համեղ ստացվի։ Կեսը կլցնեմ այստեղ, իսկ կթողեմ, որ զարդարեմ վրան։ Այսքանը հերիք է։ Այստեղ ավելացնում եմ մի փոքր սև պղպեղ, բայց այսօր իմպրովիզ եմ անելու ու ավելացնեմ նաև սունելի խմելի, դուք կարող եք չավելացնել, ես սիրում եմ բադրջանով ուտեստների մեջ սունելի խմելի շատ եմ սիրում, ովքեր չեն սիրում կամ այդ պահին չունեն ձեռքի տակ, կարող եք չանել, նաև լիքը մայոնեզ, թթվասեր կարող եք անել, կամ կեսը թթվասեր, կեսը մայոնեզ, առաջ ես միշտ եւ թթվասեր էի խառնում եւ մայոնեզ, այդպես համը ավելի ինձ հագեցած էր լինում։ Հիմա էլի կավելացնեմ, սա քիչ է։ Չմոռանաք նաեւ աղը, ես արել եմ, բայց մի քիչ էլ է ուզում։ Իդեպ ասեմ, եթե կցանկանաք, այստեղ կարող եք ավելացնել նաեւ սունկ, ըստ ցանկության։ Ես երբի այս անգամ կավելացնեմ, անցած անգամ չեմ արել։ Սունկը մանր կկտրատեք, այդպեսից ես հետո հարմար լինի։ Մարինացված սունկա։ Եթե թարմ, ուրեմն կարող եք տապակել նոր լցնել։ Վերցնում ենք ցանկացած խմորեղենի տարած, որոշ մասը արդեն տապակել եմ սմբուկի։ Հիմա սկսենք, մինչև մյուսներն էլ կլինեն։ Տեսնեք ինչի համար եմ ասում բարակ լինի, որ սենց սիրուն հեշտությամբ ծալվի։ Կհանեմ, պատրված է։ Ու այսպես ամբողջությամբ տարածքով գնում ենք։ Մեջտեղն ենք ծածկում, մի լավ։ Հետո լցնում ենք աղցանը, այսպես սիրուն հարթացնում ենք։ Տակը մի բան կդնեք, որ չծորա սմբուկները, ձեթը չգնա, որտեղ ինչքան էլ որ քամում եք, միևնույն է, հետո ձեթ է լինում։ Ինչ սիրուն եղավ ժողովուրդը։ Այդ կփակենք մեջտեղը։ Կուզենայի այս կողմը լիներ երեսը։ Հիմա ես կարող եմ այսպես հանել ֆորման։ Ցանկացած կանաչի, որը որ ամենաշատն եք սիրում։ Ու զարդարում ենք ընկույզով։ 1-2 ժամով թողնում եք սառնարանում, նոր հանում եք, բայց քանի որ ես հիմա ձեզ պետք է ցույց տամ, ես կանեմ դա հիմա։ Տադա! Տեսեք ինչ սիրուն ստացվեց, իսկական տորտ։
ձեր հյուրերը համ կհիանան, համ կզարմանան, համ էլ համից չեն կշտանա։ Այսա միասին կկտրենք, համներ կտեսնենք, նոր տարվանս ավելի բարձր է ստացվել, սիրելիներս, քանի որ կրկամիսը ավելի շատ էի լցվել։ Կներեք, որ այս ճճտոցների տակ եմ նկարահանումներիս անում, ժամանակ չունեմ սպասելու։ Սիրելիներս, եթե մեջի միջուկը ավելի շատ լցնեք, ավելի բարձր կլինի, եթե փոքր ֆորմա ընտրեք, այդ ժամանակ էլ բարձր կլինի։ Չնայած այս ցածր ավելի հարմար է ուտելու համար, հետո կասեմ, որ ներ ավելի համեղ սնկով, թե առանց սնկ, ու եթե բաղադրատոմսը հավանեցիք, լայքերը չենք մոռանի։ Տորթի պես էլ կտրում եք։ Սունկը հասկացաք երևի արդեն, ինչի համար էի ասում, մանր կկտրատեք, որպեսզի կտրելուց շատ հեշտ լինի ձեզ համար։ Ընտիր, խոսքեր չկան, մի փոքր անալի եմ արել, խոստովան եմ, բայց երկուսով էլ հավասարաչափ համեղ է, համ սնկով, համ առանց սնկի, նենց որ ոնց ուզում եք, տենց էլ պատրաստեք։ Սմբուկով ցանկացած բաղադրատոմս գժվում եմ, շատ եմ սիրում։ Գնացեք պատրաստելու, առանց հապաղելու։ Ու մինչ ես ձեզ ցույց կտամ, թե ինչ հավես ամանորյա նվերներ եմ ինքս ինձ արել, սիրելիներս, ուզում եմ մի փոքր անդրադարձ անել մի աղջկա ու նոր անցնել առաջ, ինձ խնդրել է Անին, որ օգնեմ իր ալիքի զարգացման հարցում։ Ես էլ սիրով համաձայնեցի։ Ուզում եմ ձեզ ցույց տալ Անի ալիքը, Անի family vlog, էլի ինպես vlogներ անում, ճիշտ է, ես ժամանակ դեռևս չեմ գտել, որ տեսնեմ ինչ տիպի vlogներ անում, բայց դե վստահ եմ, որ նմանատիպ, ինչ որ ես եմ անում, նմանատիպ վիդեոներ է, այնպես որ սիրելիներս մտեք Անի էջը, տեսեք, եթե կհավանեք, կցանկանաք հետևել, գրանցվեք, բաժանորդագրվեք ու հետևեք, լինքը կթողնեմ մեկնաբանությունների բաժնում կամ նկարագրությունների բաժնում, միտեղ կթողնեմ անպայման, երբ որ Անին ինձ գրեց, ես չկարողացա մերժել, սիրելիներս, քանի որ երբ որ ես էի նոր բացում իմ ալիքը, այնքան կարևոր էր այդ առաջի 1000 բաժանորդը եւ 4000 ժամանակ դիտում հավաքելը, ու ես մեկ-մեկ մտածում էի անկարելի է 4000 ժամ դիտում, ես ինչքան ժամանակում պետք է հավաքեմ 1000 բաժանորդը մտածում էի ավելի շուտ կհավաքեմ, քան 4000 ժամ դիտումը, բայց հակառակը ստացվեց, 4000 ժամը ավելի շուտ հավաքեցի, քան 1000 բաժանորդը, ու այդ սկզբի ժամանակում այնքան կարևոր էր իմ համար, որ ես արագ այդ process անեմ, այնքան շատ էի ուզում։ Ես գիտեի, որ ես ժամանակի ընթացքում հաստատ կհավաքեմ իմ բաժանորդների, իմ կրեատիվության, իմ սիրո, իմ անկեղծության միջոցով, բայց երեխեք ջան, երբ որ նոր ես բացվում, ամեն ինչ սենց մշշոտ է երևում ու քեզ մի հատ օգնություն է պետք, որ քո ալիքը միացեն թափով առաջ գցի, էլի ոչ թե դանդաղ գնաս, այսպես մեկը լինի քեզ սենց բրդի մի քիչ առաջ գնաս։ Հետո մի օր որոշեցի, ասեցի, լավ, ովքեր են աղջիկները, որ շատ բաժանորդներ ունեն 50000, 60000 կամ 30000, որոշեցի մտնել իրանց էջ ու որևէ վիդեոյի, դե ես ինքս հետևում էի որոշակի մարդկանց տեսանյութեր նայում էի, գրել, որ վլոգի սիրահարներին հրավիրում եմ իմ ալիք, իմ նորաբաց, նորաստեղծ ալիք, ու քանի որ դա ուրիշի վլոգի տակ էի գրում այդ կոմենտը, որպես հարգանքի նշան, մեկնաբանության վերջում գրում էի իհարկե էս ինչի թույլտվությամբ, այսինքն իր վլոգի տակ էի գրում իր թույլտվությամբ, որ ինքը իրան ված չզգար, որ ես իր վլոգի տակ հրավիրում եմ իմ վլոգները դիտելու, ու ընդամենը 2 դեպք ա եղել, որից մեկը մի վլոգեր ընդհանրապես չպատասխանեց, այդ աղջիկը ինքը ոչ մեկին չէր պատասխանում, իսկ մյուսը բոլորին պատասխանում էր, այդ թվում նաև ինձ պատասխանեց, ու ես շոկի մեջ էի իր պատասխանի, Ֆրանսիայից մի հատ աղջիկ էր։ Ինձ պատասխանել էր այսպես. թեկուզ հատ-հատ։ Այսինքն կարող ես թեկուզ հատ-հատ մտնել իմ հետևորդներին հրավիրել։ Այդ պատասխանը ինձ երեխեք այնքան կոպիտ, անշնորհք, ես չգիտեմ ինչ ձևով բացատրեմ ձեզ, նենց
տհաճ էր ինձ այդ պատասխանը, ես չգիտեմ ինքը դրա մեջ ինչ միտքեր դրել, մեծամտության գագաթնակետներ էլի, թեկուս հատ-հատ, այսինքն ես խնդիր չունեմ, էլի, մտի իմ հետևորդներին հատ-հատ հրավիրի, անշնորհքություն։ Մի խոսքով ես ջնջեցի իմ կոմենտը ու դուրս եկա։ Իհարկե ես հավաքեցի իմ բաժանորդները ու շատ էլ արագ ստացվեց, որ ես չէի սպասում համատած ուրիշ ալիքների, ես շատ արագ հավաքեցի իմ այդ 1000 բաժանորդը ու 4000 ժամ դիտումը։ Մի խոսքով բարի եղեք մարդիկ, բարի։ Դրա համար հիմա այս աղջիկը ինձ դիմել է ու ես սիրով համաձայնվել եմ, որովհետև ինձանից ոչինչ չի գնում, որ ես ձեզ ասեմ, որ գիտեք ինչ այսպեսի մի հատ էջ կա, կարող եք մտնել, նայել, եթե ձեզ դուր է գալիս, հետևեք, դե պարզ է հիմա, որ բոլոր բլոգերներին չեք կարող գրանցված լինել, գրանցվում են այն մարդկանց, ում սրտի մոտ են, հարազատ են, սիմպաթիայով բռնում են կամ մտածելակերպով համապատասխանում են կամ չգիտեմ, հազար ու մի բան կարա լինի, որ այդ մարդուն գրանցվեք ու հետևեք, այնպես որ մտեք, նայեք ու օգնենք աղջկան հավաքի 1000 բաժանորդ, որ կարողանա պայմանագիր կնքել YouTube-ի հետ։ Ես դա սիրով անում եմ, Անի ջան, հաջողություններ եմ մաղթում քո ալիքին, շուտ հավաքես այդ 1000 բաժանորդներդ ու լիքը լավ վլոգներ նկարես քո հետևորդներին ուրախացնես։ Իսկ հիմա սիրունիկներս, եկեք գեղեցիկ եւ աշկ շոյող բաներ տեսնենք։ Առաջին նվերը, որ ինձ արել եմ, դա Daniel Wellington ժամացույցն է։ Հիմա կբացենք միասին կնայենք։ Ես այս ֆիրման շատ եմ սիրում ու եղել է 2-3 անգամ գնացել եմ, որ այս ժամերը գնեմ։ Շատ վաղուց եմ էլի ես այս ժամերն ուզում գնել, 2-3 անգամ եղել է, գնացել եմ տեղում, հենց փորձել եմ, բայց իր ռեմենը այնքան կոպիտ է եղել, շատ պինդ էլի, ավելի շուտ չոր, ու ես ոնց որ կեսից փոշմանել եմ ու չեմ գնել։ Այս անգամ ասացի ինչ ուզում ա լինի, պետքա գնեմ, որտեղ շատ է դուրս գալիս։ Ոչինչ, երևի ժամանակի ընթացքում, որ օգտագործեմ, ռեմենը կճկվի, կհարմարվի ձեռքից, այլ արդեն տենց նեղություն չի տա ինձ։ Եկեք մի հատ նայենք, հետո կշարունակենք։ Ճիշտ ասած, սա ուզում էի, որ սև գույն լիներ ու այս չափը չէի գտնում։ Քանի անգամ գնացել եմ ինո, բայց չկա, մի տեսակ աղքատի կա, դատարկվել է իրանց ստենդը, չգիտես ինչի, միգուցե միայն ինտերնետով են հիմա մեծ վաճառքներ անում, բայց ամեն դեպքում մի քանի անգամ գնացել եմ ու չի եղել։ Մեծերն են եղել հիմնականում, իսկ ես մեծը չէի ուզում։ Եկեք կապեմ մի հատ թևից տեսնենք։ Ռեմենը շագանակագույնն էի ուզում ու ամեն անգամ մի բանը չկար, մեկ չափը չկար, մեկ ռեմենի գույնը չկար, մի խոսքով ես էլ հետևում էի ինտերնետում, որպեսզի գտնեմ ու ինտերնետից գնեմ, էլի ինտերնետում էլի այդ նույն պատմություններ, իհարկե ինտերնետից բավականին մաչելի գնեցի զեղչերի ժամանակ եմ գնել, իր արժեքը 168 եվրո էր ինչ էր, լավ չեմ հիշում, բայց ես գնել եմ 60 քանիսով, 68-ով ոնց որ չեմ հիշում արդեն, շատ սիրուն է, քանի որ ես այս սպիտակը ունեի արդեն շագանակագույն ռեմենով, էլի շատ եմ սիրում են ժամս, դրա համար ուզում էի սևը լինի, բայց այնքան սպասեցի, ես արդեն հոգնեցի այդ սպասելուց, դրա համար ես միանգամից սա գնեցի, մեծերը կար իհարկե սևի, բայց ես մեծ չափսը չէի ուզում, շատ հասարակ, պարզ, նուրբ, ինչ կասեք դուք, բայց հիմա սա կհանեմ, շատ գեղեցիկ զարդեր եմ գնել, իհարկե զարդեր կան, որ սպիտակի հետ սիրուն կլինի, ընթացքում տեսնենք, եթե պետք լինի կփոխվեն, առաջին զարդը, բրոշա, որը ամենաչքնաղ բրոշներից է, որ երբևէ տեսել եմ, երեխեք դուք գիտեք, որ ես խաչերի սիրահար եմ ու այս բրոշը խաչի տեսքով գերել է ինձ, կարելի է ասել, ու այս կապույտ քարերը ոսկե գույնի հետ մի ուրիշ տեսք հաստացել։ Եկեք փորձենք։ Ես չգիտեմ, որն է ճիշտ կողմը բրոշներ կրելու, աջ թե ձախ, եթե ինչ-որ մեկը գիտի, խնդրեմ ասեք, բայց ես սիրում եմ միշտ որ աջ կողմում լինի ու եթե դիմացինի վրա էլ տեսնում եմ, նախընտրում եմ աջ կողմում տեսնել նմանատիպ զարդերը, չգիտեմ, դուք ինչպես եք կարծում։ Եկեք սահանենք, որովհետև համ շեղում է, համ չի սազում իր հետ։ Այս խաչը նույնպես շատ եմ սիրում։ Շաղլոտս էլ է շատ հավանում, անդադ ասում է միգուցե կտամ իրան։
նվեր եմ ստացել դա։ Իշտումա շատ սիրուն է նայվում, սպիտակի հետ էլ սիրուն կլինի։ Լավ, հաջորդը էլի շոտ սիրուն բրոշա, երեխեք։ Չէի պատկերացնում, որ այդքան սիրուն է գալու ու կարելի է ասել կոպեկներով եմ գնել։ Չդիմացա, բացեցի նայեցի, որ հանկարծ խնդիրներ լինի, որտեվ դե չգիտեմ, ես երբ կկարողանամ նկարահանումներ անել, բայց սիրում եմ, որ չեմ բացում, միասին ենք բացում, հենց այդ պահին առաջին անգամ եմ տեսնում, բայց այս այդ դեպքը չէր։ Ասեք, որ գժվելու է, ասեք, էլի խնդրում եմ, ասեք, որ գժվելու գեղեցիկ է։ Այս գույնի մատանի ունեմ, կաղա դնենք։ Վաղուց գնել եմ, բայց երբևէ չեմ կրել։ Մի օր կընտրեմ իմ ամենագեղեցիկ զարդերը ու միայն զարդերի օր կանենք։ Տեսեք ինչ։ Այն ժամանակ մի փոքր մեծ էր մատից, այստեղ էի դնում ու դուրս չէր գալիս, դրա համար չեմ կրել։ Բայց հիմա տեսեք, չաղացել եմ ես։ Չեմ կարող ասել, բայց հիմա իմ չափն է ու հիմա շատ լավ լինում է մատից։ Լավ հիշեցի, սազմա չէ, ողքերի մուկ կապույտ քարերի հետ սազեց հաջորդը։ Դրա համար ես երևի ականջուղերս էլ պետքա փոխեմ ու սա պետքա հանեմ։ Սա այսպես։ Այս տեսանյութը գիտեք ոնց եմ նկարում, հարևանները վեշ են կրում ու ուժեղ ղռոց է գալիս, եթե ուշադիր լինեք, տակից ղռոց է լսվում։ Հենց ղռոցը կտրվում է, ես արագ նկարում եմ։ Հենց ղռոցը նորից գալիս է, ստոպ եմ տալիս։ Արդեն մեռա ստոպ տալու, քիչ ամնում անուլ է անեմ այս նկարահանումները։ Այս զարդը որ տեսա երեխեք, կարելի է ասել սիրահարվեցի։ Մի ռուս վլոգեր աղջկա վրա եմ տեսել։ Ժողովուրդ այնքան սիրուներ, այնքան ճոխ էր նայվում, մի պահ ինձ թվաց նույնիսկ բնական մարգարիտից, հա, բայց չէ։ Ես գտա, ինքս գնեցի ու երբ որ եկավ առաջի անգամ բացեցի, կարելի ասել մի պահ տենց հիասթափություն ապրեցի թեթև, շատ հասարակ թվաց աչքիս, որտեվ իրա վրա այնքան ճոխ էր երևում, բայց երբ որ ես կրեցի հագուստի հետ, երեխեք այդ ինչ սիրուն ստացվեց, այս հագուստի հետ կարողա չսասի, հիմա կփորձենք, եթե չէ կփոխեմ, մի խոսքով ընտիր գնում եմ համարում, մի հոտ տեսեք ինչ սիրուն է։ Հևնոցնա, եկեք վերջապես կրենք և տեսնենք, տեսեք ինչ ճուխ է նայվում, պատկերացրեք սպիտակի հետ գժվելու կլինի ու այսպես, այս մատանին արդեն չի սազում սրա հետ, կդնենք այս սևը, քիչ գնում արդեն։ Իսկ հիմա եկեք պատմեմ ձեզ այս զարդի մասին, ընդհանրապես այս զարդերը ինձ շատ են դուր գալիս, այս աղջկա կերպարով, դեմքով ու որտեղ է լինի, ինչ զարդ լինի, անմիջապես գրավում է իմ ուշադրությունը հենց այս կերպարը։ Ինձ միշտ թվացել է, ինչ որ անուն ունի, ես փնտրել եմ, գտել եմ ինտերնետում, պարզվում է այս գործերին կամեի են ասում, բայց ոչ թե իր դեմքի համար, ինձ թվացել էր իր դեմքի համար։ Հետո երբ որ կարդացի, հասկացա, որ դա հատուկ տեխնիկա է, որով աշխատել են քարերի, պինդ մատերիալների հետ, քարերի, ապակիների ու այդ տեխնիկայով ստեղծված բոլոր գործերը կապ չունի այս աղջկա դեմքով է, թե մի ուրիշ տղայի ու չգիտեմ ում դեմքով է, այդ զարդերին անվանում են կամեի։ Իհարկե սա բնական օրիգինալը չի, սա պլաստմաս է, այսպես որ ձայնից էլ է զգացվում, որ սա պլաստմաս է, բայց կան օրիգինալ եւ հին ոճի զարդեր, ավելի թանկ արժողությամբ։ Հիմա այդ տեխնիկայով վինտաժային գործեր են ստեղծում ու վաճառում են։ Դե հիմա ասեք տեսնեմ, հավանում եք թե չէ, ինչքան ճոխ է նայվում, շատ եմ սիրում։ Այս մյուս զարդն էլ էլի պլաստմասե է, չնայած սրա ձայնը մի քիչ ուրիշ է հնչում, քան սրանը, մի փոքր սա ավելի պլաստիկի պես է հնչում, միգուցե սա քարա, չեմ կարող ասել վստահորեն, բայց ավելի շատ պլաստմասի եմ նմանացնում, բայց տեսքը այն որ վերջն է ու իմ համար միևնույն է, սա պլաստմասե է, թե սա քարից է բնական։ Իհարկե կարելի է փնտրել, չգիտեմ, ես չունեմ այդ սովորությունը երկրորդ ձեռքի խանութներ մտնելու, բայց կարելի է էլի, որովհետև սենց հնաոճ զարդեր այդ երկրորդ ձեռքի խանութներում շատ է լինում ու աղջիկներ կան հատուկ այդ գործով են զբաղվում, շրջում են այդ խանութներով ու գտնում են հնաոճ զարդեր ցածր արժողությամբ եւ նույնը վերավաճառում են ինտերնետում,
Կարելի է հետաքրքրության համար 1-2 անգամ մտնել ու փորձել, չգիտեմ, հա ասում եմ, բայց չեմ անում։ Եվ վերջին զարդը, որ այսօր ուզում եմ ձեզ ցույց տալ, դա այ այսպիսի գեղեցիկ, էլի վինտաժային ոճով զարդա։ Ինչ է մի հատը ցույց տալիս, այսպես կցույց տամ երկուսը իրար հետ։ Ու հիմա կփորձենք ականջներին։ Մարգարիտի ականջողը կորցրել եմ, վերջերս հյուր էի գնացել ու չգիտեմ որտեղ կորցրեցի, ում որ գնացել էի այնտեղ չկար, մեր տանը չկար, մեքենայի մեջ չկար, թե որտեղ ես կորցրեցի, չգիտեմ։ Իհարկե զարդի հետ չի սազում, բայց ոչինչ։ Դե տեսեք ինչ սիրուն է։ Փականն էլ իր շատ հետաքրքիր ձև ունի, այսպես է, էլի հին ոճով է կախիչները։ Շատ սիրուն է։ Ասեք։ Ընդամենը մի մարգարիտով գործ գտա, այս փոքրիկ ականջողերն են։ Ստիպված հիմա սա կդնեմ, մինչև ինձ համար մարգարիտե օղեր գնեմ։ Ունեմ իհարկե էլի մի հատ էլ ունեմ, այսա ցույց կտամ, ուղղակի այս կոմպլեկտի հետ ինքը արդեն շատ կլինի, որտեվ ինքը մեծոտ է։ Սրանք էլ եմ շատ սիրում, արծաթե ականջողեր են, Հայաստանից եմ պատվիրել։ Ինձ թվում է չի սազի հետը ու մեծ է։ Սրա հետ մի փոքրիկ նրբիկ բաներ են սազում։ Մեծ է։ Այս մարգարիտները այնքան շատ էր սազում, բայց ցավոք մեկը կորցրեցի։ Այսինքն փոքրիկ ականջողեր դրեցի։ Հիմա ձեզ ուզում եմ ցույց տալ իմ ամենահաջող գնումներից մեկը, որը ես ինքս ինձ նոր տարվան նվեր եմ արել։ Վերմակներ են, յուրահատուկ վերմակներ են, հիմա մեկը կբացենք ու միասին կտեսնենք։ Հələ մի հատ գույնը նայեք, սիրելիներս, բաց երկնագույն, չքնաղ, ինքը թեթև, երեխեք, շատ թեթև, ընդհանուր քաշը կիլո 800 գրամ է, բայց սենց չես զգում, սենց շատ թեթև է, վեշերը կրել է չվերջացրին, հիմա էլ վերևի հարևանը ուրիշ բան է գռացնում, դիմացի շենքից մեկը բացել է պատուհանը ու երաշտություն է բարձր ձայնով դրել, այսօրվա իմ նկարահանումները մի հատ բանը, չգիտեմ, պատմություն դառավ, այնքան եմ անջատելու միացրել ես կամերան, չեք պատկերացնում, արդեն հոգնեցի, քիչ ամնում սենց կիսա թողնեմ ու գնամ։ Լցոնը 100% նանոֆիբրա, գործվածքն էլ 100%-անոց պոլիեստեր։ Այդ նանոֆիբր ասվածը, լցոնի մասին է խոսքը, ապահովում է առողջ քնի միջավայր, այսինքն թույլ է տալիս օդի շրջանառության միջոցով գոլորշիացնել խոնավությունը։ Դե հիմա ինձ ասեք, չարժեր, որ ես այս վերմակը գնեի, հաստատ արժեր։ Չափսերը 195 եւ 215, երկու հատ եմ գնել, որտեղ մենք սիրում ենք առանձին վերմակներով։ Ուրեմն այս վերմակը ձմռանը ձեզ տաք կպահի, ամռանը հով, այդ այնց վերմակ է, սենց սղլիկ մատերիալ է, երեխեք սա գոված չի ու շատ ուրախ եմ այս գնման համար, սենց դրա համար ձեզ մանրամասն բացատրում եմ ինչ որակի է այն, որտեվ էկրանով միգուցե չի փոխանցվում իր էֆեկտը, բայց ինքը շատ լավն է, խնդրեմ, սիմֆոնիա։ Վերմակն ապահովում է առողջ եւ բնական միջավայր, որը մարմնին անհրաժեշտ է քնի ընթացքում։ Այն ապահովում է հեղուկի հավասարակշռությունը, թույլ տալով մարմինը շնչի քնի ընթացքում։ Մի խոսքով երեխեք ջան, ես շատ գոհ եմ իմ գնումից։ Ամենալավ գնումս էր այս տարվա։ Մեկ մենք էլ մեզ հաճելի նվերներ անենք, այնպես չի, սիրելիներս։ Իր արժեքը 124 եվրո էր։ Յուրաքանչյուր վերմակի համար, բայց ակցիայի ժամանակ եմ գնել, երբ որ 2 ապրանք էիր գնում եւ ավելի, քանի տոկոս 30% դեղճով եմ գնել ու բավականին մաչելի ստացվեց, եթե չեմ սխալվում 80 եվրո տվեցի յուրաքանչյուրի։ Իհարկե հետագայում, երբ արդեն գնել էի, էլի զեղչեր եղան այդ խանութում ու արդեն
60% զեղ չկար երկու ապրանք գնելու դեպքում, այսինքն եթե սպասեի շատ ավելի հարմար գնով կգնեի, բայց ոչինչ, սրանց էլ եմ գոհ, միգուցե հետո էլ չլիներ, որովհետև այդ զեղչերի ժամանակ սենց ապրանքները տանում են ու հարցա դու կհասցնես գնել դրանից թե չէ, վերջերս էլի մի շատ լավ վերմակ եմ տեսել, բայց արդեն չհասցրեցի, որովհետև երկրորդը չկար, երեխեքի համար էի ուզում, շատ լավն էր, մի հատ էր մնացել չվերցրեցի, բայց հետո շատ փոշմանեցի, որ գոնե այդ մեկը չվերցրեցի, ինքը ամբողջ կոմպլեկտով էր, բարձի երեսը, վերմակը եւ պրոստինը, էլի շատ հարմար գնով էր գալիս, 60% զեղչով էր, բայց չկարողացա ցավոք ոչ մի խանութում չունեին, այդպես էլ չկարողացա գնել։ Մի խոսքով հույս ունեմ հետո էլի կբերեն այդ նույն որակը, որովհետեւ նրա որակն էլ էր ընտիր շատ լավն էր։ Սա էլ սպիտակ վերնաշապիկի հետ, տեսեք ինչ սիրուն է նայվում, շատ ջող։ Դե ես դες հրաժեշտ եմ տալիս սիրելիներս, հուսով եմ տեսանյութը հավանեցիք, լայքերը, կոմենտները չեք մոռանալ, սիրում եմ ձեզ, բայ։